Ինչպես գիտեք, երբեմն միջազգային հանրությունը ինֆորմացիան կարող է ընկալել թվերի տեսքով, եւ երբ մենք ունենք ընթացող այլ մասշտաբային հակամարտություններ, խնդիրները կարող են երկրորդվել, հատկապես դա իրական էր ուկրաինական հակամարտության համատեքստում, երբ փորձ էր արվում հայ տուժած անձանց ազգությամբ հայերի իրավունքների պաշտպանությունը երկրորդել, նաև այն պատճառաբանությամբ, որ զոհերի թվաքանակը նվազ է, եւ այս նախաձեռնությունը կարևոր էր նրանով, որ մենք կարողացանք ցուցադրել մարդկային պատմություններ եւ յուրաքանչյուր գերեվարված անձի հետևում ընկած պատմությունը եւ դրա հետևանքները թե ընտանիքի անդամների եւ հասարակության վրա եւ սա կարծում եմ ձևավորեց այն գիտակցությունը, որ անկախ թվերից յուրաքանչյուր անձի ճակատագիր կարևոր է եւ պետք է հետեւողական աշխատանք կատարվի ապօրինաբար պահվող անձանց ազատ արձակման ուղղությամբ եւ հովանավորությունը ըստ էության ուներ հենց քաղաքական բնույթ, քանի որ եվրոպական համայնքներում հեղինակություն վայելող ընտրված ներկայացուցիչները հենց իրենք էին հասանելի դարձնում այդ մարդկային ճակատագրերի դժբախտ դաժան կողմերը եւ փորձում էին նաեւ այդ հասարակությունների աջակցությամբ ձևավորել ճնշում ադրբեջանական իշխանությունների վրա, ինչն էլ կաջակցեր խնդրի լուծմանը։ Հիմա ես անդրադառնամ իրավական խնդիրներին, այստեղ ինչպես տեսնում եք կա հոգեբանական աջակցության, քաղաքական, սոցիալական աջակցության, բայց չափազանց կարևոր է նաև իրավական աջակցության հարցը, քանի որ գերիների խնդիրը նախ եւ առաջ իրավական է։ Գերուն չհայրենադարձնելը հանգեցնում է մի քանի իրավունքների խախտումների, այդ թվում անձնական ազատության իրավունք, եթե նրանք նաև դատավարությունների մաս են կազմում եւ հետապնդվում են իրենց կարգավիճակից բխող գործողությունների համար, ինչպես օրինակ մարտական գործողություններին մասնակցելն է կամ օկուպացված տարածքների բնակիչ լինելը, հասկանալի է, որ նրանք պետք է նաև պաշտպանված լինել արդար դատաքննության իրավունքի կոնտեքստում եւ նաև հանրահայտ փաստ է, կարծում եմ այստեղ ես նորություն ասած չեմ լինի, որ Ադրբեջանում ձևավորված է հակահայկական քաղաքականություն, որով պայմանավորված հայերը ենթարկվում են խտրականության եւ մարդու իրավունքների ծանրագույն խախտումների եւ նշեմ, որ կան դատական ակտեր, որոնք այս փաստերը արձանագրում են, սա ընդհանրապես հայկական կողմի նարատիվը չէ, սա արդեն միջազգային դատական գործընթացներով ստուգված, հաստատված փաստեր են, որոնք պետք է առաջ բերեն նաեւ այլ բնույթի հետևանքներ։ Ուստի նաև այնտեղ պահվող հայերը ենթարկվում են դաժան անմարդկային վերաբերմունքի եւ սա է պատճառը, որ հայրենադարձումից հետո մենք բախվում ենք հոգեբանական խնդիրների հետ եւ դրանց հաղթահարման ուղիներ ենք փորձում որոնել։ Ուստի այս դատական գործընթացների միջոցով փորձ է արվում արձանագրել իրավունքների խախտումները եւ հասնել իրավաբանորեն պարտադիր դատական ակտերի կայացման, ինչը կպարտադրի Ադրբեջանին ազատ արձակել հայ գերիներին։ Ինչպես տեղյակ եք, գերիների որոշ խումբը ներկայացված է եղել անհատական գանգատների միջոցով, որտեղ գործել են ընտանիքները եւ նրանց ընտրությամբ փաստաբաններ։ Սա եղել է մասնավոր նախաձեռնություն եւ որևէ կերպ չի նույնացվում պետական գործելակերպի հետ, սակայն գերիների մեկ այլ խումբ ներկայացված է եղել միջպետական գանգատների միջոցով, ընդ որում գերիների հարցը արծարծվել է ինչպես Միավորված ազգերի կազմակերպության միջազգային արդարադատության դատարանում, այնպես էլ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում։ Եվ գիտեք, որ մենք ունենք միջպետական 1 հայց ՄԱԿ-ի դատարանում եւ 4 հայցեր եվրոպական դատարանում։
Այստեղ շատ կարևոր է այս հայցերի ճակատագիրը խաղաղության համաձայնագրի ստորագրման վավերացման գործընթացի համատեքստում արդեն իսկ հրապարակված եւ նախաստորագրված տեքստը ունի դրույթ, համաձայն որի պետությունները պարտավորվում են հետ կանչել հրաժարվել միջպետական հայցերից եւ երբ այս համաձայնագիրը ուժի մեջ մտնի, նախատեսված է 1 ամիս ժամկետ, որից հետո արդեն նորմը գործողության մեջ լինելով հանգեցնելու է դրա կատարողականի, ուստի միջպետական հայցերի հետ կանչը կարող է մեզ համար դառնալ իրողություն եւ իրավունքների պաշտպանության միջպետական ուղին կարգելափակվի, հետագա իրավական գործընթացների ողջ ծանրաբեռնվածությունը հայտնվելու է ընտանիքների եւ նրանց ներկայացնող իրավապաշտպանական թիմերի ուսերին։ Միջպետական խաղաղության համաձայնագիրը չի կարգավորում եւ չէր էլ կարող կարգավորել անհատական հայցերի ճակատագիրը, այս առումով ես հստակեցնեմ, որ պայմանավորվածությունները որևէ նշանակություն չունեն մեզ համար եւ մենք հետամուտ ենք մեր կողմից նախաձեռնված իրավական գործընթացների ավարտին։ Հիմա ինչ ունենք մենք անհատական գործերով, նախ նշեմ, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը այս պահին Ադրբեջանում պահվող 23 հայերի առնչությամբ կիրառել է անհապաղ միջոցներ եւ պահանջել է Ադրբեջանին ձեռնպահ մնալ այնպիսի գործողություններից, որոնք կարող են նրանց բարեկեցությունը, ֆիզիկական անվտանգությունը եւ կյանքը դնել սպառնալիքների ներքո։ Նման միջոցներ ձեռնարկել է թե Եվրոպական դատարանը եւ թե ՄԱԿ-ի դատարանը։ Ադրբեջանը այս ողջ ժամանակահատվածում փորձ է անում վերացնել այս միջոցները, որը կրկին մարդու իրավունքների տրամաբանությանը չի ենթարկվում, սակայն մենք տեսնում ենք ջանասիրություն ադրբեջանական իշխանությունների կողմից ոչ միայն ազդել վերջնական դատական գործերի ելքերի վրա, այլ նաև վերացնել պաշտպանվածությունը գերիների ցանկացած ձևով միջազգային ներգրավվածությամբ եւ նշեմ, որ նախորդ ամսվա ընթացքում ադրբեջանական կողմը եվրոպական դատարանում միջնորդություն էր ներկայացրել, խնդրելով վերացնել կիրառված անհապաղ միջոցները եւ դա անում էր նույն ժամանակահատվածում, երբ Ադրբեջանում դադարեցրել էր Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գործունեությունը, այսինքն մի կողմից վատթարացնում է մարդու իրավունքների նկատմամբ միջազգային վերահսկողություն իրականացնող միջազգային կառույցների գործունեությունը, մյուս կողմից փորձում է միջազգային դատարաններին հիմնավորել, որ հայ պատանդները լրացուցիչ միջազգային պաշտպանության կարիք չունեն։ Իհարկե, մենք այս միջնորդությանը առարկել ենք, նշեմ, որ նաև առարկություններ ներկայացրել է Հայաստանի Հանրապետության կառավարությունը եւ դատարանը հարցի վերաքննարկման արդյունքում սեպտեմբերի 24-ին կայացրեց որոշում, որ կիրառված միջոցները պետք է մնան անփոփոխ, այսինքն ադրբեջանական միջնորդությունը մերժվեց եւ այս պահին էլ հայ պատանդները գտնվում են միջազգային դատարանների հատուկ միջոցների պաշտպանության ներքո եւ նաեւ ադրբեջանական կողմը պարտավոր է որոշակի պարբերականությամբ հաշվետվություն ներկայացնել նրանց պահման պայմանների, առողջական վիճակի եւ այլ հանգամանքների վերաբերյալ այս հաշվետվության ներկայացման վերջնաժամկետը սահմանվել նոյեմբերի 4-ը Ոստի մենք ակնկալում ենք, որ նոյեմբերի 4-ին Ադրբեջանը կներկայացնի լրացուցիչ տեղեկություններ, որը բնականաբար հասանելի է դառնալու նաև հայ պատանդների ընտանիքի անդամներին։ Այստեղ ես նշեմ, որ մենք ամբողջ ծավալով չենք վստահում Ադրբեջանի ներկայացրած տեղեկատվությանը, քանի որ այն աղավաղված է, իրականությանը չի համապատասխանում երբեմն, այստեղ հասկանալի է, որ իրենց ցանկալի դիտանկյունից միակողմանի ինֆորմացիա են սնուցում դատարաններին, բայց այս վերապահումով հանդերձ մենք կարևորում ենք այս տեղեկատվության ստացումը եւ այն այս մեկուսացվածության պայմաններում կարևոր նշանակություն ունի անձանց իրավիճակի մասին գոնե մոտավոր պատկերացում կազմելու համար։
մի փոքր կրկնվեմ, բայց Կարմիր խաչը վերջին անգամ հայ գերիներին տեսակցել է հունիս ամսին, դրանից հետո այլ այցելություններ չեն եղել եւ մենք կարող ենք ասել, որ հայ գերիները գտնվում են արտաքին աշխարհից բացարձակ մեկուսացվածության պայմաններում։ Մենք ունենք տեղեկություն, որ խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեն կարողացել է երկարատև բանակցություններից հետո այցելել Ադրբեջանի փակ հաստատություններ, թե այս այցելությունների ընթացքում տեսակցել է բացառապես ադրբեջանցիների, թե հնարավորություն ունեցել են նաև տեսակցել որոշ հայերի, այս մասով մենք դեռևս ամբողջական տեղեկություններ չունենք, դրա համար զերծ կմնանք կոնկրետ մեկնաբանություններից, բայց առաջիկայում հասանելի կլինի նաև տեղեկատվություն, թե արդյոք խոշտանգումների կանխարգելման կոմիտեն կարողացել է գոնե մեկ անգամյա այցելություն ունենալ հայ պատանների հետ։